Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։ Խորապես վշտացած են Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ եւ արդար աշխարհի կերտման գործում նորին սրբության ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի կապակցությամբ։ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Գրում է գազետան. Գիտեք, ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես ժամկետների վերաբերյալ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման որոնումների համար եւ շարունակում են աշխատել ամերիկյան կողմի հետ։ Եվ իհարկե մենք հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա, նշել է Պեսկովը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կորցնում է Լոնդոնի աջակցությունը եւ հրապարակայնորեն վիճում է Չինաստանի հետ, որի դիրքորոշումն իրականում շատ կարեւոր է Կիևի համար։ Այս մասին ասել է Դրուգայե Ուկրաինա շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, այս մասին հայտնում է Смотрим.ru-ն։ Նրա խոսքով բրիտանական ԶԼՄ-ները սկսել են Զելենսկուն ներկայացնել որպես բռնապետ։ Մեդվեդչուկի խոսքով Ուկրաինայի նախագահը նաեւ անհիմն մեղադրել է Պեկինին Մոսկվային ռազմական մատակարարումների մեջ, իսկ հետո պատժամիջոցներ սահմանել չինական 3 ընկերություններում։ Այսպիսով նա թույլատրել է Կիևի դիրքերը Չինաստանի ժողովրդական հանրապետության աչքում, թեև նրա դիրքերը կարևոր են Կիևի համար, կարծում են Մեդվեդչուկը։ Քաղաքական գործչի խոսքով Զելենսկին անկախ գործիչ չէ եւ ստիպված է խաղալ ուրիշի կանոններով։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվամբ պայմանավորված Վատիկանում սկսվել է թափուր աթոռի շրջանը։ Այդ ժամանակ առաքելական աթոռի տեղապահ փաստացի դառնում է կարդինալ Կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների ընտանիքի եւ կյանքի հարցերով դիկաստերիայի պրեֆեկտ ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովեստին։ Հենց Ֆարելն է հայտարարել հովապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը։ Հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Դոլարի ինդեքսը ցուցանիշ, որն արտացոլում է ամերիկյան արժույթի հզորությունը աշխարհի այլ խոշոր արժույթների նկատմամբ, 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ իջել է 98 կետից, համաձայն CNBC տվյալների։ Ցուցանիշը նվազել է մինչև 97.92 կետ։ Այն հաշվարկվել է Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների 6 արժույթների հիման վրա՝ եվրո, իեն, ֆունտ, ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն եւ շվեյցարական ֆրանկ։ Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խթանեց այս ցուցանիշի արագ աճը, դոլար ինդեքսը հասավ 110.18 կետի պիկին, սակայն Թրամփի երդմնակալությունից եւ պաշտոնավարման առաջին քայլերից հետո ցուցանիշը սկսեց նվազել։ Գործընթացն արագացավ գրեթե ողջ աշխարհին առևտրային պատերազմի հայտարարմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առևտուրը վերածվի հեգեմոնիայի եւ պրոտեկցիոնիզմի ժունգլիների օրենքով։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային քաղաքականությունը։ Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ միակողմանի գործողությունները եւ պրոտեկցիոնիզմը վտանգ է ներկայացնում միջազգային առևտրի բոլոր մասնակիցների համար։ Հենց ուժեղը սկսի թույլի որսը բոլորը զոհ կդառնան, նշել են վարչությունից։ Պեկինը նաև իր վճռականությունն է հայտնել հակազդելու գործարքներին, որոնք վնասում են Չինաստանի շահերը, խոստանալով նման դեպքերում ամուր հակաքայլեր անել։ Ոչ ոք անձեռնմխելի չէ պրոտեկցիոնիզմի հետևանքներից։ ՉԺՀ-ն չի ընդունի շահերի ոտնահարումը եւ համարժեք պատասխան կտա, հայտարարել են առևտրի նախարարությունից։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ ԱՄՆ շահերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանել է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ, նույնիսկ արկա պաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի վերահսկում Ուկրաինայի զինված ուժերը եւ չի կառավարում իրավիճակը լիարժեք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին падգամավոր Վլադիմիր Օլեյնիկը։ Եթե օրինակ Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի հրամանը բանական վերապահորեն կատարում է, ապա Զելենսկու դեպքում հարցը այլ է, քանզի այնտեղ են եւ նացիստները եւ Մեծ Բրիտանիան, որոնք շահագրգռված են սադրանքներով, ասել է քաղաքական գործիչը։ Օլեյնիկը մեկնաբանել է ուկրաինական զույգի կողմից Զատիկի հրադադարի խախտումները եւ դրանք անվանել Զելենսկու թերահավատության հերթական ապացույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար։ Ռուսաստանի իր դրան մոտ թշնամիներ չունենալու ցանկությունը հասկանալի է։ Այս մասին խոսել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը մասնավորապես Ուկրաինայից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Առայժմ հարևան պետության նկատմամբ այս պահանջը ակտուալ է եւ Կոնտեն հասկանում է, թե ինչու։ Կարծում եմ, որ ցանկացած գերտերություն սկսած ԱՄՆ-ից չի սիրում իր դրան մոտ թշնամիներ ունենալ եւ դա հասկանալի է, ասել է Կոնտեն։ Նա նաև կարծում է, որ Եվրամիությունը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունների միջոցով։ Քաղաքական գործչի խոսքով եվրոպացի առաջնորդներ չեն ցանկանում խոստովանել, որ բաց են թողել հաղթանակի իրենց կանխատեսումները։ Կոնտեն նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը կարելի է ձեռք բերել փոխադարձ զիջումներով, Ուկրաինայի կապիտուլյացիան չէ։ ԱՄՆ-ն կարող է խնդրել Թուրքիային չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը Իրանի հետ հակամարտության դեպքում եւ չեզոքություն պահպանել։ Այս մասին հայտնել է Hurriyet թերթը, հղումանելով իր աղբյուրներին փոխանցում է RIA Novosti-ին։ Եթե ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ չավարտվեն, ապա Իրանը կդառնա Թրամփի օրակարգի կետերից մեկը։ Էրդողանը իհարկե դեմ է Իրանի վրա Իսրայելի հարձակմանը։ Նա դա վտանգավոր է համարում տարածաշրջանի համար, սակայն Թուրքիային կարող են խնդրել չեզոքություն պահպանել այս պատերազմում եւ չխոչընդոտել Սիրիայի օդային տարածքի օգտագործմանը, գրում է պարբերականը։ Իսպանիայի նախարարների խորհուրդը որոշել է երրորդյա սուկ հայտարարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է կառավարության նախագահի աշխատակազմի ղեկավար, թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը, փոխանցում է NDTV-ին։ Իսպանիայի կառավարությունը երրորդյա պաշտոնական սուկ կհայտարարի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ, ասել է նա։ Բոլանյոսն ընդգծել է, որ Ֆրանցիսկոսի հովապետությունը խթան է բերել կաթոլիկ եկեղեցու նորացմանը եւ բարեփոխմանը, որը հետ կթողնի պատմության մեջ։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան պատճառը կարող էր դառնալ կաթվածը։ Այս մասին հայտնում է իտալական Corriere della թերթը, հոգևոր առաջնորդը կյանքից հեռացավ խաղաղ առանց տանջանքի։ Դա տեղ է ունեցել ուղեղի հետ կապված խնդիրների պատճառով, հավանաբար ինսուլտ կամ արյունազեղում, հայտնել են Հռոմի Ջեմելի հիվանդանոցի բժիշկները, որտեղ նա բուժում էր անսում, ինչպես նշում է La Repubblica թերթը, ոչ մի ակնհայտ կապ չկա երկկողմանի թոքաբորբի եւ տարած բրոնխոսպազմի միջև, որոնց պատճառով Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել էր։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար ձեռնարկատեր Իլոն Մասկն ցանկանում է լքել իր աշխատանքը։ ԱՄՆ կառավարությունում, քանի որ հոգնել է հարձակումներից, գրում է Washington Post-ը, հղումանելով անանուն աղբյուրին, ինչպես նշվում է հրապարակման մեջ, Մասկի կառավարության հատուկ աշխատակցի կարգավիճակը լրանում է այս տարվա մայիսին եւ դեռ հստակ հայտնի չէ երկարացվի արդյոք այդ ժամկետը։ Մասկը ցանկանում է հեռանալ, քանի որ հոգնել է այն ամենից, ինչը իր կարծիքով տհաճ եւ ոչ բարոյական հարձակումների հոսք է։ Ասվում է թերթի հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ Մասկին չի անհանգստացնում Դոգեի հետագա աշխատանքը, որը նա ղեկավարում է ներկայումս, քանի որ նրա թիմի անդամներն արդեն հաստատվել են շատ դաշնային գործակալություններում, գրում է թերթը։ Սպիտակ տան անանուն բարձրաստիճան պաշտոնյան Washington Post-ին ասել է, որ Դոգեն հասել է պատմական արդյունքների, որոնք խոսում են իրենց համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հանգչիր խաղաղության Ֆրանցիսկոս Պապ, թող Աստված օրհնի նրան եւ բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան, գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահը ասել է, որ ինքը կհիշի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին COVID-19 համաճարակի սկզբում իր քարոզի համար, որը գեղեցիկ էր։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է երկուշաբթի առավոտյան 88 տարեկան հասակում։ Փետրվարի 14-ին նա գնացել Հռոմի Ջեմելի կլինիկա հետազոտության եւ բրոնխիտի բուժումը շարունակելու համար։ Հետագայում հետազոտությունների արդյունքում պարզվել է երկկողմանի թոքաբորբի սկիզբ։
ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցային գործընթացը նոր թափ է ստանում եւ հնարավոր է դարձնում նույնիսկ անհավանականը։ Այս մասին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլից հետո X-ի հարթակում գրառում է կատարել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին եւ ԱՄՆ նախագահի բանագնաց պարոն Ստիվեն Ուիտքովին բանակցություններին իրենց բարձր կառուցողական մոտեցման համար։ Այս բանակցությունները նոր թափ են ստանում եւ այժմ նույնիսկ քիչ հավանականը դառնում է հնարավոր, նշել է Օմանի արտաքին գործերի նախարարը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի հարթակում կատարած գրառման մեջ նշել է, որ Իտալիայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում համեմատաբար դրական մթնոլորտն առաջընթաց է գրանցել հնարավոր համաձայնագրի սկզբունքների շուրջ։ Ապրիլի 24-ին ժամը 8:30-ից մինչև 22:00 կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը։ Համար 1 երթուղի Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի Իտալիայի խորենացու Ագաթան Գեղոսի փողոցներ, մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ կայարան, հետադարձը Ագաթան Գեղոսի Գրիգոր Լուսավորչի, Արգիշտի փողոցներ, Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոց, Հրազդան մարզադաշտ։ Համար 2 երթուղի Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան Կիևյան փողոցներ, մետրոպոլիտենի բարեկամություն կայարան, հետադարձը նույն ուղեգծով։ Կանադան տեսականորեն կարող է անդամակցել Եվրամիությանը, այս մասին գրում է Պոլիտիկո պարբերական, ընդգծվում է, որ երկրի անդամակցությունն ինտեգրացիոն միավորմանը այնուամենայնիվ քիչ հավանական է, սակայն բացառել այդ հնարավորությունը չի կարելի։ Եվրոինտեգրմանը կողմ է Կանադայի քաղաքացիների 44%-ը, մինչդեռ դեմ է միայն 34%-ը։ Նշվում է, որ Եվրամիության մասին պայմանագրում եվրոպական պետության սահմանում չկա, իսկ Եվրամիության մի քանի երկրներ արտերկրյա տարածքներ ունեն Կարիբյան ծովում, Խաղաղ եւ Արկտիկայում։ Կանադան ավելի մոտ է եվրոպական արժեքներին, իշխանություններին եւ քաղաքականությանը, քան ներկայիս թեկնածու երկրներից շատերը, նշել է Ցյուրիխի շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցի եվրոպական քաղաքականության պրոֆեսոր Ֆրանկ Շիմել-Ֆենիգը։ ՄԲՇ-ի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը։ Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխա Սամոյանն է լավագույնը։ Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխա Սամոյանը հաղթեց աշխարհի 3 մեդալակիրների եւ 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Երկրպագուները ձայների 37%-ով ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ, հայտնել են ֆեդերացիայից։ Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 60-ամյակն է։ Բագրատ Սրբազանն այսօր այցելեց հերոսի տուն թանգարան, հանդիպեց հերոսի ընտանիքի անդամներին։ Խոնարհում ծննդյանդ հերոս Թաթուլ։ Կալիֆոռնիայի Լանկաստերի քաղաքապետն առաջարկել է անօթևաններին տրամադրել թմրամիջոցների այն քանակությունը, որը ցանկանում են ազատվել դրանցից։ Գրում է New York Post-ը. Ես ուզում եմ նրանց անվճար ֆենտանիլ տալ։ Ես ուզում եմ նրանց տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են, որովհետև մենք իսկապես պետք է ձերբազատվենք այս մարդկանցից, մեջբերում է թերթը Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Պարիսը։ Փերիսն ասել է, որ բոլոր անօթևանների մոտ կեսը ազատ արձակված հանցագործներ են, որոնք ըստ նրա կատարում են քաղաքում հանցագործությունների մեծ մասը։ Նշվում է, որ Փերիսին պաշտոնանկ անելու համար սկսված ստորագրահավաքը մինչ այժմ հավաքել է անհրաժեշտ 20,000 ստորագրությունների 6%-ը։ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային կապված հրադադարի ժամկետների եւ հանքային պաշարների վերաբերյալ գործարքի հետ։ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնի հրադադարի պայմանների մինչև մայիսի 1-ը, հայտարարել է Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։ Երկուշաբթի ավելի վաղ Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասել է, որ իրենից զիջումներ է ակնկալում, այդ թվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիայի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ-ին։ Զելենսկիի ժողովրդի ծառա կուսակցության տարածած լուրերի համաձայն Փարիզում Երմակի հանդիպում ամերիկացիների հետ շատ կոշտ ձևաչափով է անցել։ ԱՄՆ դիրքորոշումը հետևյալն է. կամ լսում եք, թե ինչ ենք մենք ասում, կամ հնարավորություն չունեք, ասվում է Դուբինսկիի հայտարարության մեջ։ Նա պնդել է, որ Զելենսկին չի հրավիրվել Փարիզի հանդիպանը, քանի որ նա տհաճ է ԱՄՆ-ի համար եւ ոչ ոք չի ցանկանում լսել այն անհետեթությունները։
Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ ԱՄՆ շահերը սպասարկելու համար, այս մասին հայտում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանում է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ։ Նույնիսկ կարգապաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Քաղաքացիներն 2025-ին եւ 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովի նիստում ներկայացրեց հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը։ Այսինքն այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են ներասում, այս տարի նախորդ տարվա եկամուտների համար հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը։ Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ասաց Թունյանը։ Ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր։ Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Падգամավորի խոսքով մոտ 35,000 մարդ է այս պայդրությամբ հայտարարագիր ներկայացրել։ ԱՄՆ տիեզերական ուժերն իրենց նորացված ռազմավարության մեջ պետության ռազմական հզորության հիմք են համարել տիեզերքում գերազանցությունը, այս մասին հայտնել է Breaking Devons պարբերականը։ Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ տիեզերական գերակայությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում ռազմական ուժերին գործել ցանկացած պահի եւ ցանկացած վայրում իրենց ընկերությամբ առանց տիեզերքի արգելող միջամտության կամ հակատիեզերական սպառնալիքների, ինչպես նաեւ հակառակորդին զրկելով նույնը անելու հնարավորությունից։ Ըստ փաստաթղթի ԱՄՆ-ն պետք է տիեզերքում գերակայություն հաստատի, որպես պատերազմում հաղթելու նախապայման, ասվում է հրապարակման մեջ։ Ամերիկյան կողմի հարձակողական գործողությունները կարող են ներառել մասնավորապես ուղեծրային հարված եւ տիեզերական բազայից կրակ ցամաքային թիրախների ուղղությամբ։ Եվրամիության վերազինման ծրագիրը, որը ենթադրում է 800 միլիարդ եվրոյի ներդրում, կհանգեցնի միավորման փլուզմանը։ Այս մասին El País թերթի հետ զրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Քաղաքական գործիչը բացասական է գնահատել պատրաստակամություն 2030 պաշտպանական նոր ռազմավարությունը։ Նա նշել է, որ ուժեղացված սպառազինությունը միայն անվտանգության պատրանք կստեղծի։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար բարգավաճման լավագույն երաշխիքը երկխոսությունն է, որը չեն կարող վստահել միայն Թրամփին, եզրափակել է Կոնտեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելում որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր։ Պուտինն ընդգծել է, որ Պոնտիֆիկոսը նպաստել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ ռուս ուղղափառի եկեղեցու միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Վատիկանի միջև փոխգործակցությանը։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ֆրանցիսկոսը բազմիցս հանդիպել են եւ մեծ հարգանք են տածել միմյանց նկատմամբ։ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Նա նշեց, որ մրցույթը կազմակերպել եւ իրականացրել է քաղաքաշինության կոմիտեն, չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, ասաց Թևանյանը եւ հավելեց, որ շարունակվում է աշխատանքները նոր կոնցեպտով մրցույթ անցկացնելու համար։ Ավինյանն էլ ասաց, թե գործընթացը մեկնարկել է 4 տարի առաջ, երբ ինքը փոխվարչապետ էր եւ ակնկալում էին, որ 1 տարում կավարտվեն մրցույթի աշխատանքները, բայց 4 տարվա ընթացքում որևէ մեկը չի հաղթել։ Նա հորդորեց շարունակել աշխատանքները։
Բաքվում ընթացող դատավարությունը լուսաբանելը կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգերի շարից բխող մի բան չի։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով նրան, որ հանրային հեռուստաընկերությունը որևէ կերպ դա չի լուսաբանում։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որովհետև դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը, ասաց նա։ Հարցին այսինքն չպետք է դա լուսաբանել, Ալեքսանյանը պատասխանեց. Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Թայլանդում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է Նեյյունան։ Հրատարակության տվյալներով ավտոբուսը Թայլանդի ծոցի արևելյան ափին գտնվող Ռայգոն քաղաքից ուղևորվում էր թագավորության հյուսիսարևելքում գտնվող Նոնգխայ քաղաք։ Վարելու ընթացքում ավտոմեքենան բախվել է բեռնատարին, ինչից հետո ավտոբուսի ներսում հրդեհ է բռնկվել։ Տուժածների թիվը հասել է 53-ի, իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ըստ նախնական տեղեկությունների, խափանվել են ավտոբուսի արգելակները։ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ցածր մաքսատուրքերը երկրին մանևրելու հնարավորություն կտան, սակայն դրա ազդեցությունը աննշան կլինի։ Այս մասին հայտնել է թուրքական Վաթան կուսակցության փոխնախագահ Հական Թոփքուրուլուն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարեկան ներմուծումը կազմում է $3 տրիլիոն, մինչդեռ Թուրքիայից ներմուծումը 2024 թվականին կկազմի $16 միլիարդ։ Քաղաքական գործչի խոսքով Վաշինգտոնի եւ Անկարայի միջև առևտուրը հավասարակշռված է։ Մարտի 15-ին Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգետսը Signal Messenger-ում մասնավոր չաթի միջոցով կիսվել է Եմենում ԱՄՆ ռազմական գործողության վերաբերյալ գաղտնի տեղեկություններով։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Հրատարակության համաձայն Հեգետսը չաթի մասնակիցներին ուղարկել է Եմենի հութիների դիրքերին հարվածներ հասցրած կործանիչների թռիչքների ժամանակացույցը։ Պաշտպանություն թիմային հանդիպում չաթին, որն անցկացվել է Պենտագոնի ղեկավարի անձնական հեռախոսից, մասնակցել է մոտ 10 այդ թվում նրա կինը, եղբայրը, փաստաբանը եւ 2 նախկին պաշտոնյաներ։ Չաթում քննարկումները վերաբերել են կազմակերպչական խնդիրներին, սակայն տվյալների արտահոսքը սկանդալ է առաջացրել, նշում է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է $1 միլիարդ կրճատել Հարվարդի համալսարանի պետական ֆինանսավորումը, հայտնում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։ Պատճառը համալսարանի կադրային եւ կրթական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու դժկամությունն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ կրճատումները կազդեն առողջապահության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված դրամաշնորհների վրա։ Կողմերը նախկինում բախվել են կառավարման եւ ակադեմիական չափանիշների շուրջ տարաձայնություններին։ Թրամփի վարչակազմը զայրացած է Հարվարդի դիրքորոշմամբ, սա պարզապես վեճ չէ, այլ ազդակ է այլ համալսարանների համար, նշել է հրատարակությունը։ Չինաստանն այլ երկրներից չի ընդունում գործարքներ, որոնք կարող են ոտնահարել նրա շահերը, եւ նման գործողությունների դեպքում Պեկինը պատրաստ է համապատասխան հակաքայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, որը մեկնաբանում է ԱՄՆ-ի Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու ծրագրերը։ Չինաստանը հարգում է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական վեճերը հավասար խորհրդակցությունների միջոցով լուծելու բոլոր կողմերի ձգտումները, ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր կողմերը պետք է արդար գործեն փոխադարձ սակագների հարցում եւ պաշտպանել միջազգային առևտրատնտեսական նորմերը եւ բազմակողմ առևտրային համակարգը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին 63 падգամավոր, 13-ը ձեռնպային։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ազգային ժողովի նիստում ներկայացրեց հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը։ Այսինքն այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացնում, այս տարի նախորդ տարվա եկամուտների համար հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը։ Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը դառնում հուլիսի 1-ը, ասաց Թունյանը։ Ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր։ Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի
ներկայացման ժամկետի սկիզբը։ Լինելու է մարտի 2-ը։ Պատգամավորի խոսքով մոտ 35,000 մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել։ Տատս ասում էր, կկվի բնիլշան հոտ է գալիս, ասում է փուվ, էս որտեղից է էս հոտը։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ՔՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը կեղծել ընտրությունները։ Այս կոմունիստ հոգևորական գողական գործիչը կարծես շփոթել է իր բեսպրեդելի ժամանակներն այլևս անշրջելի ժողովրդավարության մեր իրականության հետ։ Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի։ Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչվում իր սիրած աշխարհում այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը։ Մի բան էլ, երբ ՔՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա, ասի Գյումրիում 82 տեղամաս կան, ՔՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու 7-ում, ՔՊ-ն 85% տեղամասերում, ու դու 8.5%-ում։ Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի այն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կարող է այցելել Ռուսաստան ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումից հետո, որը նախատեսված է շաբաթավերջին Լոնդոնում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։ Բանակցությունները Լոնդոնում նախատեսված են շաբաթվա վերջին։ Դրանից հետո Ուիթքոֆը պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կարող են պայմանավորվել հաջորդ քայլերի շուրջ։ Ապրիլի 17-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել գաղտնի փաստաթուղթ, որը քննարկվել է նաև եվրոպացի ներկայացուցիչների հետ։ Այժմ Վաշինգտոնը պատասխան է սպասում Կիևից։ Սա վերջնագիր չէ, այլ քննարկման տարբերակներ, մենք սպասում ենք արձագանքների, ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Հնդկաստան հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ եւ քննարկելու երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցությունը եւ աշխարհաքաղաքական հարցերը։ Այս այցը երկու կողմերին հնարավորություն կտա վերանայելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը եւ 2025 թվականի փետրվարի 13-ին ԱՄՆ վարչապետի այցի ընթացքում հրապարակված Հնդկաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության կատարումը։ Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու երկկողմ առևտրային գործարքը, որը Վաշինգտոնն ու Նյու Դելհին շաբաթներ շարունակ քննարկում էին Հնդկաստանի վրա ԱՄՆ-ի 26% մաքսատուրքերի ազդեցությունը մեղմելու համար։ ԱՄՆ-ն Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է $129 միլիարդ, 45.7 միլիարդ դոլարի ավելցուկ հօգուտ Հնդկաստանի։ Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարեն երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։ Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք անցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու, տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար արդյունավետ կլինեն, ասել է պատվիրակության նախագահ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուադ Օքթայը։ Իսկ այժմ եղանակի մասին, եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։